Սիրելի հյուրեր, հարգելի գործընկերներ, ապրելու երկիր կուսակցության հարգելի թիմակիցներ։ Ես զգում եմ ինչպես է օդը ծանրացել եւ լրջացել, ու թեպետ սա ծնունդ է, բայց մենք հիշում ենք մեր ընկերներին ու այն դաժան ճանապարհը, որի միջով անցել է ապրելու երկիր կուսակցությունը, այն փորձությունները, որի միջով անցել է այս թիմը, բայց այստեղ կանգնած է անկոտրում, պատրաստ հաղթելու, առաջ գնալու, ես կասկած չունեմ այստեղ կանգնած յուրաքանչյուրի վրա, որովհետև այս ճանապարհն է ցույց տվել, որ նրանք կանգուն են լինելու մինչև վերջ։ Հարգելի գործընկերներ, այստեղ ունենք հրավիրյալներ, որոնց հետ ճանապարհ ենք անցել համագործակցության, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այստեղ գալու համար եւ մեզ համար այս կարևոր երեկոն կիսելու, ձեր երեկոն մեզ հետ անցկացնելու համար։ Եվ ունեցել ենք հաջողություններ համագործակցության, ունեցել ենք տարաձայնություններ, տարբերություններ, որոնք ոչ այնքան բարեհաջող ավարտ են ունեցել, բայց այսօր ապացուցում են, որ այստեղ գտնվելով տարբեր տեսակի համագործակցություններ դեռ առջևում են։ Եվ իմ թանկագին թիմակիցները, որոնք անցնելով այս փորձությունների միջոցով դաժան հարվածներ ստանալով չեն դավաճանել։ Մնացել են կանգուն, որպես ապրելու երկիր կուսակցության գաղափարներին հավատարիմ թիմակիցներ, որովհետև երբ որ նոր էինք ստեղծում կուսակցությունը, գիտեք, շատ հեշտ է գալ եւ գեղեցիկ խոսքերի եւ գաղափարների շուրջ համախմբվել։ Օրինակ, գաղափարի շուրջ, որ պաշտոնը մեզ համար ոչ թե նպատակ է, այլ միջոց նպատակին ծառայեցնելու։ Թվում է գեղեցիկ եւ ճիշտ խոսքեր են, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ խոսքերը ոչ միայն պիտի արտաբերել, այլ դրանք կրել, դարձնել իրականություն, դարձնել արժեք, որպեսզի պետությունը, որի համար պայքարում ենք, ահա դա լինի նպատակը, այլ ոչ թե աթոռները, որոնք իրականում միջոցներ են։ Եվ արդյոք մենք կարողացել ենք հասնել այն նպատակին, որ ապրելու երկիր իր առջև դրել էր։ Եվ առհասարակ, որն էին այն արժեքները, որի շուրջ այսքան մարդ հավաքվել էր 21 թվականի օգոստոսի 15-ին։ Մենք փորձեցինք գտնել անուն, որը պիտի ամփոփեր այն ամբողջ արժեհամակարգը եւ սկզբունքները, որի շուրջ կուսակցությունը պիտի ստեղծվեր։ Ու որն է դա։ Երկիրն ապրելու է, երբ այն անվտանգ է, երբ այն ուժեղ է եւ այն պաշտպանում է յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով կրում է այդ կապույտ հրաշալի անձնագիրը, լինի դա Հայաստանում, արտասահմանում, անգամ Բաքվի բանտում։ Երկիրն ապրելու է, երբ մարդու իրավունքը պաշտպանված է, ժողովրդավարությունը պաշտպանված է, երբ մարդիկ իրենց հիմնարար իրավունքներում պաշտպանված են ոչ թե այն ժամանակ, երբ մեր քաղաքական քիմքին է հարմար, երբ մեր քաղաքական հակառակորդը չեն, այլ ճիշտ հակառակը։ Ոչ թե որ հարուստ են ու ոչ այնքան, այլ որովհետև մարդու իրավունքը միջազգային ճանաչված բնական իրավունք է, որի պաշտպանը պիտի լինի իր պետությունը։ Երկիրն ապրելու է, երբ արդար է, երբ արդարադատությունը ոչ թե ընտրովի է, ոչ թե ըստ քաղաքական նպատակահարմարության, այլ միարժեք ու միանշանակ, ու երբ պետության մնացած երկու իշխանության ճյուղերը, գործադիրը եւ օրենսդիրը ձախողում են իրենց գործում պաշտպանելու քաղաքացուն, գալիս է երրորդ դատական իշխանությունը, որը հենց այդ գործառույթն է իրականացնում ու պաշտպանում ոչ թե պատերի տակ վնգստացող դատավորներին զանգի միջոցով, այլ իրավմամբ դատավարության, արդարադատության միջոցով։ Երկիրն ապրելու է, երբ այն բարեկեցիկ է, երբ այնտեղ չկան ծայրահեղ աղքատության մեջ թավալվող մարդիկ, այնինչ գերատեսչությունը բարեհաջող վերանվանվի բարեկեցության։ Ցավոք սրտի գերատեսչության վերանվանումը մարդկանց բարեկեցություն չի ավելացնում, հատկապես նրանց, ում բանաձևել ենք, որպես աղքատությունը քո գլխի մեջ է բանաձևով։ Պետությունը սոցիալական է եւ պիտի պաշտպանի յուրաքանչյուր քաղաքացու, ով սոցիալապես խոցելի վիճակում է հայտնվել։ Երկիրն ապրելու է, երբ այնտեղ ապրող մարդկանց դավանած արժեքները պաշտպանված են,
երբ իրենց ինքնությունը պաշտպանված է, երբ այն հավատքը, որ նրանք ունեն, որ արժեք է իրենց համար, պաշտպանված է, հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող այս զարհուրելի արշավը, որ մենք տեսնում ենք, անթույլատրելի է այն երկրում, որն ապրելու է։ Եվ այն ինստիտուտը եւ առաքելությունը, որ հայ առաքելական եկեղեցին ունի, որպես մեր բոլորիս մի մեծ կարևոր բաղադրիչ, պիտի լինի պաշտպանված եւ որպես մարմնավորող այն բոլոր արժեքների, որ հայ մարդը կրում է, այդ արժեքները պիտի լինեն Հայաստանի Հանրապետությունում որպես ապրելու երկիր պաշտպանված։ Ահա թե ինչի մասին է այն կուսակցությունը, որը ստեղծել ենք։ Եվ այս թվարկածից դուք տեսնում եք, որ չենք հաջողել։ Եվ այն չի դարձել այն, ինչ ուզում ենք։ Այս 5 տարիների ընթացքում չենք կարողացել ստանալ այն արդյունքը, որին ձգտել ենք։ Կարող ենք բազում պատճառներ թվել։ Դրանցից մեկը պիտի ես ասեմ իմ մասին մեր մեջ փնտրելով։ Կայացրել ենք բազմաթիվ որոշումներ, որոնք ժամանակի տարբեր հատվածներում գուցե եւ եղել են ճիշտ, տարբեր վիճաբանությունների միջով ենք անցել որոշելու ճիշտ է թե ոչ այնքան, բայց ընդունել ենք որոշում, որը ճիշտ ենք համարել, տարբեր փուլերում։ Բայց այդ ճիշտը միշտ չէ, որ քաղաքականապես նույնպես ճիշտ է եղել։ Գուցե եւ հենց դա է բաց թողումը։ Ու հենց դրա համար եմ ուզում այսօր միասին որոշենք, որ գալիք 5 տարիներում ապրելու երկիրը պիտի անցնի այնպիսի ճանապարհ, որտեղ ճիշտը եւ քաղաքականապես ճիշտը նույն բանը կնշանակեն, կլինեն մի կողմում, նույն կողմում։ Եվ սա մեր անելիքն է որպես կուսակցություն, որպես մարդիկ, ովքեր հավաքվել են արժեքների շուրջ, ում չի կոտրել այն փորձությունը, որը ձեր աչքի առջև տեսակ, թե ինչպես ենք անցել, դուրս ենք եկել դրանից ավելի ուժեղ, ավելի ամուր, ավելի հաստատակամ, ավելի ինքնակնադատ եւ անելիքներով լեցուն։ Մենք պիտի վերափոխվենք, մեր կատարած սխալներից դասեր քաղենք, ինչպես նաեւ ուրիշների կատարած սխալներից, եւ հասկանանք այն բանաձևը, որով երկիրը ի վերջո կարողանալու ենք դարձնել ընտրությամբ ապրելու տեղ, ընտրությամբ ապրելու երկիր, ոչ թե զուտ, որովհետև այստեղ ենք ծնվել։ Եվ ապրելու երկիրը այդ պարագայում կլինի հարատև, ոնց որ Հայաստանի Հանրապետությունն է լինելու։ Հարատև ոչ թե որովհետև նպատակներին չենք հասնելու, ոչ միայն հասնելու ենք, այլև հասնելու ենք մեր կենդանության օրոք։ Այլ հարատև, որովհետև հասնելը մի պատմություն է, այն պահպանելը ուրիշ պատմություն, ու դա անընդհատ բարելավելը լրիվ այլ պատմություն։ Հետևապես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որ ստեղծել ենք մի այնպիսի միավոր, որով հպարտանում ենք մեր մտքում թաքուն եւ թույլ ենք տալու, որ մեր ժողովուրդը ճանաչի, հպարտանա այս տարիների ընթացքում եւ ուզենա մաս կազմել այն երազանքի, որը կոչվում է ապրելու երկիր։ Շնորհավորում եմ եւ շնորհակալ եմ, որ եկել եք։